Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2026-ի հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.1%-ով։ Ամենամեծ աճը գրանցվել է շինարարության ոլորտում 22%։ Տվյալները ներկայացնում էին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից։ Փետրվարին Հայաստանում արտահանման աճը հունվարյան անկումից հետո կազմել է 37.6%, ինչը հիմնականում պայմանավորված էր հանքարդյունաբերության ոլորտի արտադրանքի արտահանման եռակի աճով, նշվում է Համաշխարհային բանկի զեկույցում։ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալներով էլ 2026-ի փետրվարին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 1.8 միլիարդ դոլար, 2025 թվականի փետրվարի համեմատ աճելով 38%։ Հայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է զարգացման ֆինանսավորման իր մոտեցումները։ Ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը բացման խոսքով հանդես է եկել դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար ենթակառուցվածքների ֆինանսավորմանը նվիրված միջոցառմանը։ Մկրտչյանը նշել է, որ գործող ֆինանսական գործիքները հաճախ չեն բավարարում այդ երկրների առանձնահատուկ կարիքներին եւ անհրաժեշտ է նոր նպատակային մեխանիզմների ձևավորում։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՊԵԿ թվայնացման խորհրդի հերթական նիստը, որի առանցքում կոմիտեի ռազմավարական զարգացմանն ուղղված թվայնացման նախագծերի եւ դրանց իրականացման առաջնահերթությունների քննարկումներ։ Խորհրդի անդամներն ակտիվ քննարկել են ՊԵԿ-ի թվայնացման նոր նախաձեռնություններն ու ծրագրերը, ինչպես նաեւ ներկայացրել ընթացիկ ծրագրերի զարգացման առաջարկներ։ Մասնավորապես կարևորվել է թվային հարթակի ներդրման միջոցով հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացումը։ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի տվյալներով համաշխարհային ռազմական ծախսերը նախորդ տարի աճել են, հասնելով 2 տրիլիոն 887 միլիարդ դոլար։ Ամենախոշոր ծախսերը կատարել են Միացյալ Նահանգները, Չինաստանը եւ Ռուսաստանը, որոնց համախառն ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 480 միլիարդ դոլար, համաշխարհային ծախսերի կեսից ավելին։ Միաժամանակ ռազմական ծախսերի բաժինը համաշխարհային ՀՆԱ-ում կազմել է 2.5%, ինչը ամենաբարձր մակարդակն է 2009 թվականից ի վեր։ Գերմանիայի Բունդեսթագի տվյալներով նախկին կանցլեր Անգելա Մերկելի վարսահարդարման եւ դիմահարդարման ծառայությունների համար 2024-ի հուլիսից մինչեւ 2026-ի մարտ ծախսվել է 64677 եվրո պետական բյուջեից։ Նույն ժամանակահատվածում Մերկելը կատարել է 9 ուղևորություն, որոնց ընդհանուր ծախսը կազմել է ավելի քան 10000 եվրո։ Ըստ տվյալների նախկին կանցլերների գրասենյակային սարքավորումների ընդհանուր արժեքը 2025 թվականին կազմել է 1.443.212 եվրո։ Georgian Airways ավիաընկերությունը կրճատում է չվերջները եւ չի բացառում սնանկացումը, եթե իրավիճակը չբարելավվի։ Ընկերությունը նաեւ հայտարարում է, որ ակնկալում է կառավարության աջակցությունը։ Ավիաընկերությունը սկսել է թռիչքների օպտիմալացումը ավիավառելիքի գների կտրուկ աճի պատճառով։ Ընկերության ներկայացուցչի վկայությամբ իրավիճակն արդեն օրհասական է։ Կրճատվում են պակաս ծանրաբեռնված ուղղություններով չվերջները, իսկ վնասներն աճում են։ Ռուսաստանի կենտրոնական բանկի տնօրենների խորհուրդը որոշում է ընդունել իջեցնել հիմնական տոկոսադրույքը 50 բազիսային կետով, սահմանելով այն տարեկան 14.5%։ Ներքին պահանջարկի դինամիկան մոտեցել է ապրանքների եւ ծառայությունների առաջարկի ընդլայնման հնարավորություններին։ Միևնույն ժամանակ գների կայուն աճի ցուցանիշները դեռևս չեն նվազում, եւ Ռուսաստանի կենտրոնական բանկի գնահատմամբ տարեկան կտրվածքով մնում են 4-ից 5% միջակայքում։ Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է 2026-ի առաջին եռամսյակի հարկային արդյունքները։ Պաշտոնական տվյալների համաձայն երկրի 1000 խոշոր հարկ վճարողները հունվար-մարտ ամիսներին պետական բյուջե են վճարել ավելի քան 459.2 միլիարդ դրամ։ Տարեսկզբի տնտեսական ակտիվությունը զգալիորեն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշները։ Պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 49 միլիարդ 916 միլիոն դրամ։ Նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է ավելի քան 409 միլիարդ 353 միլիոն դրամ։ Եկամուտների կառուցվածքը փաստում է ներքին շրջանառության գերակայությունը։ Գումարի հիմնական մասը շուրջ 383 միլիարդ դրամը գեներացվել է հարկային մարմնի գծով։ Մաքսային մուտքերը կազմել են 78.9 միլիարդ դրամ, ընդհանուր մուտքերում ունենալով համեմատաբար փոքր տեսակարար կշիռ։
1000 խոշոր հարկվճարողների առաջին հնգյակում հետևյալ ընկերություններն են՝ Mobile Center Art, Gazprom Armenia, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, Grand Tobacco, Soft Construct։ Առաջին հնգյակում Mobile Center-ի եւ Soft Construct-ի արկայությունը ցույց է տալիս, որ սպառողական շուկան եւ ծառայությունների ոլորտը շարունակում են էական ազդեցություն ունենալ պետական եկամուտների ձևավորման հարցում։ Հարկային մուտքերի այս աճը կարող է պայմանավորված լինել ինչպես իրական շրջանառության ընդլայնմամբ, այնպես էլ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմամբ։ Առաջին եռամսյակի տվյալները հիմք են հանդիսանում տարեկան բյուջետային կանխատեսումների ճշգրտման համար։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը տեղեկացնում է, որ տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին խորհուրդ է տրվում վիզաների վերաբերյալ տեղեկությունները ստուգել բացառապես Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական աղբյուրներում։ Հայաստանի քաղաքացիներին վերաբերող ուղեցույցներն ու հարցազրույցների վերաբերյալ տվյալները հրապարակվում են համապատասխան պաշտոնական կայքերում։ Կոչ է արվում խուսափել չհաստատված աղբյուրներից ստացվող տեղեկություններից։